Բարի երեկո, սիրելի ուսանող բարեկամներ, անգամ եւս կողջունեմ ձեզ AMG-ի հեռուստաընկերության հիմնակար հաղորդաշարով։ Ինչպես գիտենք, փետրվար ամիսն ենք եւ փետրվար ամիսը մենք տոնեցինք Սուրբ Սարգիսը, տոնեցինք ուրեմն Վալենտայնի տոները գալիս են եւ իհարկե կգոչվի փետրվարը սիրո ամիս։ Եվ իրեն պիտի հաջորդե մարտի մեջ, մարտի 8 միջազգային կանանց տոնն է եւ այսպես քեղեցիկ արիտներով մենք ուզում ենք այսօրվա մեր ծրագիրը լիովին նվիրել մեր բարեգործական այս միության, որ ստեղծվեց։ Եվ այդ իսկ պատճառով այսօր տաղավարներս արդեն կարող եմ ասել մեր բոլորին ծանոթ Ասնավորություն մնե, բարի երեկո, բարև, ինչպես ես, լավ ես? Շատ լավ Ստեփան, դուք ինչպես եք? Բարք Աստծո, ուրեմն սկսենք ամենակարևոր հարցով, և այն էլ, որ մենք պիտի խոսենք Flare of Hope, ոչ շահութաբեր, non-profit, ոչ շահութաբեր, բարեգործական միության, Եվ ասեմ, Զարա Քալաջյանն է, կներես անունը նախորոքչացեցի, բայց գիտեմ, քանի անգամ արդեն որ ելույթ ենք ունեցել, վստահ եմ մեր հեռուստադիտողները քեզ կճանչնան։ Խոսենք Flare of Hope-ի մասին եւ նաեւ ինչպես հասանք այնտեղ։ Այո։ Խոսենք Flare of Hope non-profit organization-ը, որ թարգմանվում է հույսի լույսը, հույսի կայծը, այս բարեգործական ընկերությունը ստեղծվել է հույսից եւ սիրուց։ Մենք մեր նպատակը ինչ էր, ինչ ենք կազմակերպում, որ մյուս ամիս մարտի 7-ին կազմակերպենք ունենանք մեր ամենամյա բարեգործական գալան, որի միջոցով կարող ենք դրամահավաք անել, օգնելու Հայաստանում օգնության կարիք ունեցող լինի մեծահասակներ, երեխաներ, ընտանիքներ, տղաներ, աղջիկներ, ուսանողներ եւ այդ ամեն ինչ հասնելու օգնելու համար մեզ պետք է որոշ գումար, նյութական օգնություն, որ կարողանանք հասնենք իրենց եւ երևի այսօր խոսենք մեր հավաքույթի մասին, որ ժողովրդին էլ հրավիրենք, որ ներկա գտնվեք։ Նախքան հավաքույթին մանրամասնելը, ինչու տուն մասկ ուզեցիր կազմել այսպիսի աշխատանքին։ Վերջի վերջով այսպես մեծամասնությամբ ժողովուրդը մեկ հարցում մգուտակս է շահը ինչ է։ Այստեղ մարդիկ կարծեմ, որ եթե մեկը ինչ-որ մի ցերնարգի մեջ կաշխատի, պետք է անպայման նաև շահ ունենա։ Շահը ինչ է, ինչու ուզեցին մաս կազմել այս ոչ շահութաբեր բարեգործական միության։ Երբ որ ապրում ես որոշ տարիներ, կյանքի մեջ ամեն ինչը չէ, որ շահ պիտի ունենաս։ Միտեղ գալիս է, որ եթե կարող ես, պետք է օգնես։ Մենք բոլորս էլ Փառք Աստծո բավական ունենք։ Որոշ մարդիկ կան, որ մեր օգնության կարիք ունեն։ Մենք պարտավոր ենք օգնելու նրանց։ Այո։ Եվ շատ ճիշտ է, որովհետև նախքան 44 օրյա պատերազմին մենք դարբեր արիտներով նաև տուն, նաև ամուսինդ, ընտանիքով օգնել եք, չէ՞։ Վերջապես կար երիտասարդական շարժում, դե հիմա էլ կա բանը, բայց այդքան ակտիվ չեն։ Անգե հետո կար Հովհաննես Պալայան Աստված հոգին լուսավոր է, ծնունդի եւ նոր տարվան նվիրված հատուկ ծրագիրներ, որոնք այստեղ հենց այս տաղավարի մեջ դրամահավաք կնենք, տելեթոն կնեինք եւ ամբողջ աշխարհը գիտներ այդ մասին տեղյակ կպահենք եւ նաեւ գիտեմ,
որ որբեսի քաչալերվին այդ անձերը, որոնք հերախոսով արդվնե մինչև իրիկուն կպատասխանեին, ես շատ լավ գիտեմ Քևոն եւ դու եկաք եւ գերագուր բերիկ այդ հերախոս պատասխանողներուն։ Դեվ ցեվոմը նաեւ մասնագիտ դարձակ այդ բարի կորցին։ Այս է կարևորը։ Ես իմ կարծիքով, որովհետեւ ինչպես որ ասիր ճիշտ է։ Փառք Աստծո, այս լայնոպոլ մեր Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեջ շատ քիչ կգտնվին մարդիկ, որ ասեն ճուր չունիմ, էլեկտրականություն չունիմ, գրակ վարելու փայտ չունիմ, երեխաս գուզե համասարան երթալ փող չունիմ, կամ ասենք բժշկական ծառայություններ պիտի լինեն։ Եվ բայց այս ամենատարրական մարդկային իրավունքով իրենց հասանելիք օգնությունը Հայաստան պետք ունին։ Այո։ Մենք լավ թե վատ, ինչպես ասացիր, բավական ունենք մեզ պետք եղածից անգամ շատ, եթե ճիշտը խոսենք։ Այո։ Եվ մեկ-մեկ օրինակ չարաճճի ցանկություններ է լինում, որ ավելորդ մի բան ենք ուզում, չէ՞։ Ոչինչ, մարդկային է։ Բայց մեկ-մեկ էլ այնպիսի մի ցանկություններ ունենք, որ մի դրություն փոխենք, ասենք։ Կարող է ես մի խնդրեմ ունենամ, որ դու չկարողանաս ինձ օգնես։ Նույնը կարող է դու մի խնդրեմ ունենաս, ես չկարողանամ քեզ օգնեմ։ Բայց այս ֆլերով հոփով մենք ինչ ենք փորձում անենք, փորձում ենք օգնենք մարդկանց պարզ ցանկություն չէ, պետք եղած ջուրը, պետք եղած վառելափայտը, ուսման վարձը, մի ջահել երիտասարդի մի գործիք, որ կարողանա ինքը դրանով հաց վաստակի։ Սրանք մենք կարող ենք անել։ Եթե ես, դու, մեզ նայող հանդիսատեսը մենք միանանք իրար, այս հարցը կարող ենք լուծել։ Եվ այստեղ ես մի հատ կներես փակակից բանա, շատ հաճախ մեզի շատ բարձ եւ սովորական գտվի, այնինչ ուրիշի համար, ասենք Հայաստանի մեջ, շատ մեծ է։ Շատ իրենց համար իրենց աչքին այդ ամենը շատ մեծ է։ Մենք անգլերեն շատ քեղեցիկ խոսք նախադասությամբ կրնասանը we take it for granted։ Այսինքն, եթե մենք հիմա այս վարքյանին տան մեջ ինչ որ կորձ պիտի անենք, փայտ պիտի սղոցենք, գնում ենք ամենամոդիկ խանութը, սղոցը առնում ենք, փողը տալիս ենք, գալիս ենք եւ կորձը անում ենք։ Բայց երևակայ է, որ այդ մասին կուզեմ ասես, որ նաև նկարներն ալ ցույց տենք, եթե կա, որ ինչպես եղավ եւ որտեղ են հասար, Երևանեն 3 ժամ ենգոմ, ասա պատմե զարա։ Կարևոր է, ես ուզում եմ լսեմ եւ նաև մեր ժողովուրդն էլ ուզում լսի։ Ուրեմն 2 տարի առաջ, երբ գնացել էի Երևան, այնտեղ Կարո Հովակիմյան ընկերության կողմից ինձ աջակցեցին ու գնացինք մինչև Աղավնավանք։ Աղավնավանքը այն գյուղն էր, որ որոշել էինք որդեգրել եւ օգնել Աղավնավանքում գտնվող ժողովրդին, ինչով որ կարող էինք։ Աղավնավանքը շատ մեծ չի, 350-ից 400 բնակիչ ունի, իրենք իմիգրանտ գյուղ են, ինչպես անցյալ անգամ ասեցինք, եւ քիչ են, իրար օգնում են, գեղեցիկ գյուղ է, կանաչ ծառերի մեջ, շատ գեղեցիկ բնություն ունի։ Թաուշի շրջանը սիրուն է, այո։ Այո, իրենց գյուղապետի հետ խոսելուց խոսեցինք, որ ում կարող ենք օգնել, տարբեր ծրագրեր կար, որոշեցինք աշակերտ օգնենք, մեծահասակներին օգնենք, եւ գյուղապետը ասեց մեկ հատ լավ արեստավոր տղա կա 25 տարեկան, որ գործիք չունենալու պատճառով չի կարողանում տղան աշխատի։ Որոշեցինք տղային գործիք առնել, որ կարողանա աշխատի։ Գործիքը ամեն ուզածդ գործիք ամենտեղ չկա, հատուկ խանութներ են, որ պետք է գնաս։ Իրանց համար մատչելի չէր այդ գործիքները առնելը, բայց մենք կարողացանք Ֆլերով հոփի ֆոնդից այդ երիտասարդին 2 մեծ
սղոց, մեկը ուղղաչափ կտրող սղոց էր, Մեկը ցերքի էր, մեկը սեղանի էր։ մեծ սղոցներ, Այո։ եւ ինձ շատ հետաքրքիր էր, որ ինքը ինչ կպատասխանի, եթե աշխատի, ինչ կանի այդ դրամով։ Հարցրեցի, որ աշխատես առաջի ստացած դրամով ինչ կանես։ Տղան ասաց, ես կամուսնանա։ Ուրեմն ինքը արդեն կարծում եմ, որ շատ ուշացել է 25 տարեկան եւ ինքը ուզում էր ամուսնանալ եւ այս տարի որ գնանք կհարցնենք, տեսնենք ինքը Մեկը կանենք ամուսնացնենք, քոնե այնտեղ բան կանենք, հարսանիք կանենք, ինչի՞ չէ։ Այո։ Եվ էդա հավատացեք սիրելի հայրենակիցներ, շատ բան պետք չի մարդկանց օգտակարելու համար, անկեղծ ասեմ, միլիոններ պետք չի, այստեղ ուրեմն չգիտեմ ինչ էր, ճակատագրափար պետք է ասեմ, որ մենք վերջապես հասանք Դավուշի ամենահերավոր սահմանամերձ գյուղը, ինձ շատ էր հետաքրքրում պատմականը, որովհետև սովետի ժամանակ 1953-ից մինչև 1988 թվական դա սովետի օրոք, սովետի այսպես գազագերբությամբ եղել է թուրքական կամ թուրքերու գյուղ եւ անունը փոխել են ու դրել են Սալահ։ Եվ այո, թուրքական է եղել, գերեզմանների վրա գնացի տեսա, կային գրություններ արաբերենով եւ այլն, որտեղ մահմեդական են ու 1988 թվականին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, իրենք ոչ թե վրընդվել են, այլ մի գիշերով հելել փախել են, գնացել են իրենց երկիր։ Բայց դժբախտաբար կամ բարեբախտաբար, չգիտեմ ինչպես պետք է հասկանալ, որ Բաքվից եւ Սումկայիթից փախստական հայերը, որոնք եկել են եւ տեղ չեն գտել Երևանում, այնտեղ իրենց այդ գյուղը ամբողջ դրամատրվել է, իրենց տուները կա, տեղերը կա, հողամասերը կա եւ այնտեղով ուրեմն Սումկայիթի եւ Բաքվի գաղթականներ եկել այնտեղ տեղավորվել են մինչեւ այսօր ու հաջելին այն էր որ երբ որ մենք գնում էինք մանավանդ տարեցների հետ ջահելները արդեն լավ խոսում էին հասկանալի հայերենով խոսում էին բայց հիների հետ որ խոսում էինք այդ Արցախյան բարբարներին օգտագործում եւ կամ ասենք ռուսերեն բարեր կամ թուրքերեն բարեր որ շատ հաճախ մենք չէինք հասկանում բայց ինչ էին ինչի պետք ունեին ամենադարրական բանը չէ վարելափայտ պետք ունեին այո եւ սրանք այն տատիկներն էին պապիկ չեմ ասում որտեվ եթե տան մեջ պապիկ կար պապիկը կարող էր հայթայթել մի տեղից անդար գնային, բանը պայդահայտությունային։ Կտրտեր մի բան աներ բերեր տան համար։ Սրանք միայնակ կանայք էին, տարիքով կանայք կամ ֆիզիկապես disabled։ Անկարող էին հայտ իրենց համար որոնելու։ Դրա համար որոշեցինք գյուղապետը կարողացավ նայի ով կարիք ուներ, մեզ փոխանցեց իրենց անունները այդ անվանացանկը ստուգվեց Կարո Հովակիմյան ընկերության կողմից եւ ամեն ինչը ճիշտ դուրս գալուց հետո մենք բոլորին 3 քյուբիկ մետր փայտ հասցրեցինք որ կարողանան ձմեռը անցկացնեն անցյալ տարի այս տարի էլ նորեն այս տարի էլ նորից նույն տատիկները Փառք Աստծո ողջ էին ու տատիկներին նորից ուղարկեցինք նույն փայտերը Զարա գիտես ինչ անոնը չեմ էլ հիշում կարող է դու հիշես այդ տատին որ իր աչքի ասի արուստատին է հա եւ ուզում էր որ իր տունը պահեր մեզի ասեց գիշերը մնացեք ես արավոտը տվածեղով նախաճաշ կտամ ցեզի եւ շատ այս գտեսնեք փայդով է տատին ասեց մեջքս շատ է ցավում որովհետեւ ասեց մաման ուրեմն երևակացի տատիի մաման ներսը քնած էր դանը դրա համար չխանգարեցինք բայց երևակայի ուրեմն տատիի մաման դեր կար կապրեր եւ իրենք հետ վերցել բերել էին Բաքվից
ու այստեղ այս քյուղում Աղավդավակ քյուղում էր այստեղ նաև այդ վերջին դուներն էր մի հատ այդ տադին կար որ աչքը լավ չէր տեսնում ու որպես շնորհակալություն գնաց իր ծառերից խնձորներ հավաքեց բերեց մեզի տվավ Այո Եվ դուք շատ էիք շտապում ինձ չէիք թողնում ես խնձորները վերցնեմ տատիկի կողմից բայց տատիկը քանի որ աչքերը չէր տեսնում այս կինը հավաքել էր խնձորները առանց տեսնելու որ փտած էին ինքը ինձ մեկ տուփ խնձոր տվեց եւ ես շատ ուրախացել էի որ գյուղից թարմ ծաղից փոքր այս տղարի մեջ բանն է ուրեմն Սարգիս Օվակիմյանի հետ որ գնացել էի Աղավնավանք ու սղոցը հանձնել էի այս բան փայդահատին որպեսի ինքը փայդակորձ էր ավելի ճիշտ որպեսի ինքը կարողանա օգտագործել մենք այստեղ կարող է նույնիսկ ծիծաղենք ասելու համար որ ոնց կարող ես դու փայդակորձ լինել եւ սղոց չունենալ ինքը ուներ ցերքի սղոց եւ ասում էր թե շատ հաճախ երկար էր տևում աշխատանքը այնինչ որ եթե ունենար այսպիսի էլեկտրական սղոց կարող էր կորձը շատ հեշտությամբ իրագործել Այո Սա էլ երկրորդ բաններ ցերքի գդրելիքներ որ ուզել էր էդել քու գնալուց հետո կարծեմ խանութում չեր եղել ինչ որ պատվեր էին տվել այո հասցրեցին այս գործը այս դադին էր aber աչքերը չէր տեսնում այո գիտես ինչ ծար այսքան գործեր անելուց հետո երբ օտանավի մեջն ես ու օտանավը արդեն սկսում է բարձրանալ սավառնիլ դեպի վեր ոչ կողմդ նայում ես տեսնում ես Արարատ սարը ցախ կողմդ նայում ես արդեն դները չգիտեմ ինչպես բայց սիրտս կարծես մնաց Հայաստան բայց ուրախ էի որ այս քանի անգամ գնալուց մենք կարողացանք հաջողցնել թեև չնչին շատ մեծ գումարել չէր բայց նորից կարողացանք այսքան մարդկանց ուրախացնել այո եւ հիմա դարձյալ ժամանակը եկել է մարտի 7-ին ուրեմն ես մեկ հատ էլ Գայանեի մասին եմ ուզում այո ուրեմն անցյալ տարի որ Երևանում էի Կարո Հովակիմյանի օֆիսում մի աղջնակ ներս մտավ ինքը այնքան շշկրված էր ինքը ուզում էր ինքը եկել էր օֆիսը գիտեր որ իրեն կօգնեն բայց չգիտեր ում դիմեր օֆիսի մեջ կային 5-6 հոգի այո այս աղջկան որ ես տեսա զգացի որ ինքը սկլիոզիս խնդրեմ ունի եւ սկլիոզիս Problemով իրեն ողնաշարը C տարի նման էր եղել, ուղիղ I տարի նման լինելու փոխարեն C նման էր իրեն ողնաշարը եւ քանի որ ողնաշարը այդ վիճակում է իրենք չեն կարողանում դպրոցի պայուսակ բռնեն իրենց համար ծանր է դա շատ եւ ես որոշեցի որ հետ գանք դրամահավաք որ անենք առաջինը այս երեխային պետք է օգնենք իր օպերացիան իր վիրահատությունը արժի $15,000 ճիշտ է երեխաներին օգնում են հիվանդանոցը ծրի անում բայց այն պողպատյա մասերը որ պիտի Եվրոպայից իրենք գնեն բերեն այդ թեղորայքը այդ ամեն ինչը արժի $15,000 մեկ երեխային բուժելու համար Այնինչ որ Ամերիկայում այդ գործողությունը եթե այստեղ կատարվեր 500,000-ին պակաս չէր։ Այո։ Եվ այս երեխան հույսով էր եկել այդ օֆիսը։ Երբ որ ես այդ օֆիսից դուրս եկա, ես ինքս էլ հույս ունեի, որ մենք կարող ենք դրամը հավաքենք ու օգնենք իրանց։ Բայց այս հույսը մենակ չի լինում։ Այս հույսը մենք բոլորս իրար պետք է գանք, երբ որ այս հույսերը գումարվում են իրար Հույսը դառնում է ուժ եւ ես ուզում եմ ժողովուրդ դուք միանաք մեզ լինի մեկ տոմս առնեք լինի 10 տոմս առնեք եկեք միացեք մեզ օգնեք մեզ մենակ մենք
ուժ չունենք, ձեր հետ միասին մենք ուժեղ ենք։ Եկեք մեզ միացեք, մենք կարողանանք այս երեխաներին օգնենք։ Ամեն մի աղջիկ օգնելուց մենք ունենում ենք ապագա մայր, մենք ունենում ենք ապագա սերունդ։ Ամեն մի տղա օգնելուց մենք ունենում ենք ապագա հայր։ Մենք Գայանեին 100% օգնեցինք, 15000-ով ուղարկեցինք, բայց քանի որ հաջորդ տղան, որ Նարեկը, որ օգնության կարիք ուներ, կարողացանք մեր վերջի 5000-ը տանք, որ իրեն Նարեկի համար էլ կարողացան հավաքել բավարար, Նարեկն էլ իրեն սրճերին կունենա երևի մյուս ամիս, բայց մենք պետք է հավաքվենք, մենք պետք է շարունակենք մեր գործը, առանց հիասթափվելու, քանի հոգի կարող ենք կօգնենք, քանի հոգու հասցնենք կօգնենք, բայց մենք ձեր օգնության կարիք ունենք, ձեր աջակցության կարիք ունենք, համեցեք, միացեք մեզ, մենք բոլորիդ հրավիրում ենք մեր տարեկան գալա հավաքույթին, որ տեղի ունենալու մարտի 7-ին ժամը 6-ին Անուշ Banquet Hall ռեստորանում։ Ուզես հասցենես։ Հասցեն Անուշի հասցեն է 1320 West Glenox Boulevard, Glendale 91201, նորից 1320 West Glenox Boulevard, Glendale, California 91201, մարտի 7-ին երեկոյան ժամը 6-ին հավաքեք, համեցեք, մենք ունենք երաժշտություն, մենք ունենք անակնկալներ ձեր բոլորին, համատամ ճաշեր, այո, եւ ինչ ասենք Ստեփան, ինչ անենք, որ ավելի հաճելի լինի։ Ասենք առաջի 50 ժողովուրդը որ գան, իրենց հատուկ սեղանի կդնենք եւ մենք իրանց կգնանք շնորհակալություն կհայտնենք։ Նայ, ես ասեմ, ամեն մեկ հայ, որ հիմա մեզ կդիտե, մենք հերոսներ չենք, թող սխալ չհասկանան։ Մենք մեր ազգային պարտականությունն ենք կատարում։ Եվ թույգուս մեր հոգեկան հանգստության համար ենք անում։ Բայց այստեղ նաև շեշտեմ Գայանեի մարակային, որտեղ ասկի առաջալ մենք որ ունեցանք արջի դարի, նորեն օգնեցինք, բայց Գայանեն ինչու էր կարևոր, որովհետև դու տեսել էիր իրեն, եւ եկար որ պատմեցիր, ասեցինք ինչքան է պետք 15000, ասենք շատ բարի։ Ուրեմն անցյալ տարի, որտեղ մեր անցյալ տարին փետրվարին էր մեր ծրագիրը, հունվարին սկսանք այսպես մարդկանց հայտարարել եւ այլն։ Ինչպես կհիշեք, անցյալ տարի այդ ահավոր հրթեհները սկսան։ Եվ հունվարի 8-ին, որը սկսավ, հունվարի համարյա հասել էինք արդեն վերջավորության եւ մարդիկ նույնիսկ անոնք, որոնք իրենց տոմսերը ապահովել էին, այլ չէին գալի ինչ-ինչ պատճառներով, մարդկար իրենց տունն էին կորցրել։ Եվ հավատացեք սիրելիներ, ասիկածս խոստովանանքի պես պիտի ասեմ, բոլորս հուսահատ էինք, որ կարող է եւ չլինի, եւ ասում էինք, այս տարի էլ չանենք, ինչ որ հավաքվավ, էդի ուղարկենք։ Բայց Գայանեն սպասում էր $15000 պետք է ղերկեինք, այդ ասեցինք, եկեք այսպես անենք, կոնե այդ ինչ որ անում ենք, կոնե հարաճիկա այդ 15000-ը հավաքենք, Ադի աղարգենք այդ երեխեն թող չուշանա իր այդ սրճերին անի եւ կարողանանք այդ երեխու կյանքը ծևով բարելավել, թեգուզ նույնիսկ փրկել։ Եվ որովհետեւ մեր արածը աստվածահաճո գործեր, ոչ թե ասիկա մեր քրբաններում պիտի մտնար, կամ մենք ինչ որ պիտի առնեինք եվրոպաները պիտի ֆրֆրայինք, բայց այս գործը աստվածահաճո գործ էր, հավատացեք, որ այդ հրթեհներեն հետո հաջողեցանք եւ կարողացանք քոյացնել եւ ուղարկել։ Ուրեմն, այս ինչ որ կկատարվի, իրապես աստվածահաճո գործ կնենք։ Ոչ Զարան է իրեն համար, ոչ ես եմ, ոչ Արսինեն է, ոչ Թերեսան է, ոչ Այլինն է, այսոնք ոչ մեկը չմորցա։
Ազնիվին մորցանք։ Ազնիվը մորցանք, այո, դե հիմա այն կազնվա փայլ է ադորամա։ Բայց ասեմ, ամենք ոչ թե մեր անձնական շահերու համար կամ մեր եսին համար գնենք, բայց վերջավորության, երբ որ այդ երեխային երեսին վրա ժպիտ կա, այդ տատիի երեսին վրա ժպիտ կա, այն աշակերտները, որոնք համասարանները կսորվին երեսնին ժպիտ կա, այդ է կարևորը։ Հրամ է։ Դու ինձ հարցնում ես շահդ ինչ է։ Գիտես ինչքան հոգեհարազատ է, ինչքան հոգիդ սնվում է, երբ որ մի բան անում ես եւ զգում ես, որ մեկին օգնեցիր։ Համ ինքն է ուրախանում, բայց ինձ թվում է կրկնակի դու ես ուրախանում, երբ որ օգնում ես։ Այո, եւ պետք է դի անգերց ասեմ, այդ առաջին անգամ այդ զգացի այդ ուրախությունը, երբ որ լուսահոգի բանը Հովանես Բալայանը ստեղ էր, եւ հենց ստեղում հավաքեցինք ու նոր դարվան ընդամենը ամեն մեկուն մեկ պայսակ էր, խաղալիք էր, շոկոլադ էր, մի հատ բլուզ էր, ինչ էր։ Զարա դու պիտի տեսներ այդ մանկատան երեխան, որ քուցե մայր ունի կամ հայր ունի կամ երկուսն էլ չունի, բայց եւ այնպես երբ որ սրահ մտավ ծմեր պապնել մեր հետներ, աշխարհի մեջ շատ մփաներ գրնաս քնել, փող դաս առնես։ Այդ երեխային ուրախությունը չէիր գրնար քնել։ Գսեն չէ commercial-ներ կան գսեն որ you can buy this but this is really you cannot որտեվ priceless է արժեքը այնքան բարձր է որ չես կարա նույնիսկ կնել եւ դրա համար ենք մենք այսօր ուրեմն քո գոչը մեր ժողովրդին արդեն համարյա վերջացուցինք ծրագիրը այսօր Սիրելի ժողովուրդ նորից եմ ասում եկեք մեկ տոմս գնեք donation արեք Flare of Hope-ին կամ մեկ տոմսի փոխարեն ձեր հարևանների հետ խոսացեք մեր հավաքույթը լինելու է մարտի 7-ին դուք կարող եք կանանցով հավաքվեք ձեր մամաներին, քույրիկներին Զոկանչին, սիրականին, կնոջ, աղջկան Բերեք, բոլորին եկեք, մի սեղան վարձեք, եկեք, նստեք, կերեք, խմեք, ուրախացեք Եթե ծնունդներ ունեք, եկեք ընդեղ կնշենք մենք ձեր ծնունդը Եթե ուրիշ առիթներ ունեք, եկեք, միացեք մեզ, իրար հետ նշենք ձեր գալը ոչ միայն Եվ բաստարի վրա երևացող այս համարին, եթե զանգեք, անպայման այստեղ կարող եք ասել, քանի տոմս կուզեք եւ եթե զել կկործածեք, այս համարով կարող եք նաեւ զելով ծեր փոխանցել։ Իմ ասած այդ է, donation-ը գարնակ դալ, բայց ավելի ես կուզեմ ցես դեսնել, ծեր անուշիկ երեսները դեսնել, սրահի մեջ ուրախանանք միասին։ So եթե գարնակ կալ, անպայման եկեք միասնապար կարողանանք միջազգային կանանց տոնը միասին տոնենք։ Այո, եկեք հանդիպեք, իրար եկեք հանդիպենք, այս օրը նշենք, իրար ավելի մոտիկից ծանոթանանք եւ դուք էլ կարող եք ասել Flare of Hope-ի մի մասն եք։ Հույսի լույսը։ Նայեք ինչ գեղեցիկ է, համ հույս, համ լույս։ Եկեք մաս կազմեք հույսին, մեր Flare of Hope-ին։ Շնորհակալություն Զարա։ Եվ իսկապես շատ շնորհակալ եմ, որ հիմա այս ուշ երեկոյան ամեն գործերդ մեկտի ցկած եկել ես այստեղ մեր սրբազան նպատակի համար։ Ուրեմն սիրելի հերոստող բարեկամներ, շատ բարձ է այս աշխարհի մեջ ինչ է մարդուս կյանք, գաթիլ մահաճույք ու ձով դարաբանք։ Եկեք գաթիլ մահաճույքը փարությամբ բաժնենք եւ մարդոց աչքերեն արցունքները սրբենք։ Եվ այսպեսով կավարտենք մեր այսօրվա ելույթը, կցանկանանք ձեզ բոլորիդ բարի աշխատանք, բարի կյանք եւ մեր մայր հայրենիքին պայծառ երկինք եւ կանաչ ճանապարհ։ Շնորհակալություն։